Վերջին զանգ հեռուստասերիալում զգացմունքներն ու ստերը արդեն անհնար է զատել։ Մեկի լռությունը դառնում է մյուսի խաբեությունը, իսկ ամեն մի բարի ժեստ նոր թշնամության սկիզբ։ Մերին այգում նստած լացում է։ Սեմի կոպտությունը ի պատասխան Հենրիի կողմից ստացած օգնության կոտրել է նրան, բայց հենց այդ պահին հայտնվում է Արամը։ Նա դեռ քաղաքում ոչ մեկին չի ճանաչում, բայց չի զլանում մոտենալ անծանոթ աղջկա, փորձելով օգնել։ Մերին սկզբում անտեսում է նրան, բայց հետո ընդունում է առաջարկը միասին գնալ թեյ խմելու։ Այդ առաջին պարզ քայլը դառնում է նոր սիրային գծի սկիզբ։ Արամը Մերիին ուղեկցում է նաև տուն, բայց հետ տուն վերադառնալուց հետո Բագրատը կոշտ դիմավորում է Թորանը, հիշեցնելով, որ այս քաղաքում իրենք անցյալ ունեն, ու Արամը չպետք է ինքնագլուխ շրջի առանց իր իմացության։ Բագրատը հիմա առավել քան զգուշավոր է, քանի որ հենց ինքը հետաքրքրվելով Անգելինայի եւ նրա ընտանիքի պատմությամբ արդեն մոտենում է գաղտնիքների կենտրոնին։ Նրա փորփրումները շախունցների ընտանիքի ուղղությամբ արդեն արդյունք են տալիս։ Բագրատին հայտնում են, որ տարիներ առաջ ավագն ու Վիկտորյան զույգ էին, որ չէր կարողանում երեխաներ ունենալ, եւ արդյունքում Անգելինան որդեգրված է։ Սա Բագրատի ձեռքում հզոր խաղաքարտ է դառնում։ Նա դեռ չգիտի բոլոր մանրամասները, բայց գիտի ճիշտ ուղու վրա է։ Սա նոր հարցեր է առաջացնում Բագրատի մոտ։ Եթե Անգելինան ոչ Վիկտորիայի, ոչ էլ ավագի կենսաբանական դուստրը չէ, ապա ով է նա։ Եվ վերջապես ինչու է Միքոն դեմ երիտասարդների միությանը։ Աննան էլ իր հերթին է անկյուն քաշում Միքոին։ Նա հստակ հասկանում է, որ Հենդոն ու Միքոն ինչ-որ բան են թաքցնում, բայց այս անգամ արդեն Միքոն այլևս ելք չունենալով գնում է բացահայտ ստի, հայտարարելով իբր Անգելինան իր դուստրն է։ Եվ իբր հենց դա է պատճառ եղել Հենրիի ու Անգելինայի միությանը դեմ լինելու։ Աննան զարմանքից ապշում է, իսկ Միքոն փորձում է փակել մի ճեղք, որը շատ շուտով դառնալու է մեծ պայթյուն։ Քիչ անց ավագը գնում է Սեմի մոտ այցի եւ որքան էլ դժկամությամբ, բայց ընդունում է, որ Հենրիի կողմից Սեմին օգնելը արժանապատիվ քայլ էր։ Իսկ կես գիշերին հենց այս բոլոր շղթաներից դուրս Հենրին գալիս է բազմաղբյուր։ Անգելինան գաղտնի դուրս է գալիս տանից եւ նրանք միասին զբոսնում են։ Այդ պահին Հենրին անկեղծանում է, ասում է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ Անգելինայի հետ։ Պատճառը իր ընտանիքի ընդլայնումն է, ասում է, ցանկանում է, որ իր երեխան եւ իր հարազատ եղբայրը միասին մեծանան։ Անգելինան հուզվում է իմանալով, որ Աննա Բագրատովնան կրկին մայրանալու է։ Ու հենց այդ ջերմ պահերին Բագրատը գնում է ավագի ու Վիկտորիայի մոտ, փորձելով հասկանալ նրանց կապը Միքոյի ու Հենդոյի ընտանիքի հետ։ Ավագը կտրուկ է արձագանքում, ասելով, որ հոգնել է շախունցների ներկայությունից իրենց տանը, սակայն Բագրատը հակադարձում է, որ ինքը շախունց չէ։ Հարգելի հետևորդներ, ինչ արձագանք կունենա ավագը, երբ Բագրատը ասի, որ գիտի, որ Անգելինան որդեգրված է։ Արդյոք կասի, որ նա Միքոյի դուստրն է։ Գրեք մեկնաբանություն։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սա ստորիների 10%, Սա գնացի։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ Կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, Որտեղ կիմանան։ ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետան մեծի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, այս ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տամ։ Դրանով գնալու ենք մեր ստուդիա։ Ուրա, դու նա նկարում իրապես։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ սիրուն է։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։
Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ։ Ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջիզանք հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ։ Ասեմ ձեզ, չէ, հետ չեն, նման չենք իրար։ Կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքար ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քրիմների մեջ ընկնեմ։ Մի խոսքով հասկացաք, իսկ սենը չեն ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռավակված հարցնում, այդ առմով նույնիսկ սենի նախանձում, իսկ ինչով այդ նման, օրինակ բազմովությամբ այդ առմով միամտությամբ բազմովությամբ ես եմ եկից տենց սենի նման, բայց ընդհանուր սենի կերպարը շատ շատացում է, Ես Անգելինաս եւ Հենրի նկարում ենք ես Ես գոնե պատվոտ կատարուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր Ես գոնե միշտ կապ չունեմ հարեկչի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Օգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելու վարշակում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք կարում որ տեքստում եք անգամ 10 անգամ անցնում եք։ Ինչ պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ դառնում։ Ես արան տնկաչավը ձեռքից ստանում եմ, ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորական ինչ դարձնան, թե չէ, լյովս այս ինձ բրկած։ Վերջ, թե չէ, թե ունես է։ Ուսատասրի կրոշ ջան, վաքսված ենք, չես նորից առանց մենք հա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսան ենք նկարում, և այդ պատճառով ես հիմա ոչ մի կապում ապրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որ տալիս full make-up ունեմ։ Մեծ որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվել, Աշոտն է, ասում եմ Աշոտն է, Սեմն է,